բացատրությունը, հիմա ոստիկան տանում են հիվանդանոց։ Ինչի համար եք տանում հիվանդանոց։ Ինքը կանգատ է ներկայացել։ Ստուգվի հիվանդանոց։ Ինչ, բայց ինչ եղավ, խփել են գլխին, ինչ են արել, բայց ինչ էր ինքը բղավում, ինչ ա եղել, ես եմ լսել բղավոցները, բայց ինչ եք բղավում, առանձրային մարդը եք բացիճակում է։ Կանգատ է ներկայացել, կանգատի հիվանդանոց։ Ինքը հիվանդանոց է գնում, տիկին պոստանջան, կարող եք։ Սաղ ծեյծել են, ջարդել են, հիմա քաշքրտում են, հլնդեն այդ, ոնց են կծե գետին։ Խուժան են այդ մարդ, ինչ խուժան են, խուժաններին որտեղից են կտեբերել։ Վիրավորանքները։ Ինչ վիրավորանքներ է, չիչոյանների, չգիտեմ ու ծառաներն եք։ Давай поедем с ними. Давай поедем с ними. Հիմա посмотримся, нас не пустят туда։ Անձը կանգատ է ներկայացել, կանգատ է իա կանգատի հիման վրա, որ սիրտս ուժեղ է սարկում, ոչ ոք չի բռնացել։ Որ իրականում մեքենան ի սկզբանե էստեղ ա եղել, ես ի սկզբանե խոշտանգբան մասին հայտնել եմ։ Ես ի սկզբանե խոշտանգբան մասին հայտնել եմ։ Սխալ բան է կան։ Ինչն եմ սխալ բան ասում, մարդուն խոշտանգել եք հիմա այդ ամեն հիվանդանոց։ Ով է խոշտանգել։ Ստե ոստիկանությունում եւ ոստիկաններն ու քննիչը։ Ոնց է սուտ տեղեկություն։ Դրա համար է քննիչը չի ներգրավում փաստաբանին։ Թողեք այդ իմ իրերը վերցնեն։ Այս Սանկտ Պետերբուրգ փոխանցեմ քննիչին։ Քննիչին Քնչարյանի կաբինետում։ Ստեղ ոչ ձեր պաշտպանյալը կա, ձեր ասած։ Փաստորեն են հանրային պաշտպանը յակեղտու գործը արեց, հա։ Մնացածը դուք գիտեք տալու։ Դու օգնեք ինձ արել։ Պետք չի։ Հենա օգնեցիք, շատ լավ օգնեցիք։ Հենց օգնեցիք, որ տարան հիվանդանոց Լիլիթին։ Հարգելի հայրենակիցներ, հիմա ես գտնվում եմ Գյումրիի հիվանդանոցներից մեկի մոտ։ Լիլիթ Աղեկյանին տեղափոխեցին այս շտապօգնության մեքենայով հիվանդանոց։ Այս չգիտեմ ոնց բացատրեմ Շիրակի մարզի գազանների գործողությունները։ Մի խայտարակ վիճակ է։ Եկել ենք հիվանդանոց, հիմա չգիտենք ինչ է կատարվում։ Ոնց են, ինչի բերեցին Լիլիթ Աղեկյանին այստեղ։ Մեզ թույլ չտվեցին նրան մոտենալ։ Չենք իմանում ինչ է կատարվում, բերել են հիվանդանոց։ Հավանաբար այդ խոշտանգման հետևանքն է այդ քննիչի եւ այդ Չիչոյան դատախազի կողմից։ Բարև ձեզ։ Լիլիթ Աղեկյանին որտեղ տեղափոխեցին, որտեղ ընդունարանը ո՞ր մասում է այստեղ է։ Չեք կարող մտնել, հատկապես կամերան միացրած։ Ուրիշ պացիենտներ էլ կան բարձր։ Հա, մենք պացիենտներին չենք նկարում, մենք խնդիր չունենք։ Ինչպես։ Չեք կարող չնկարել, որովհետև դիմացը պարտավոր է։ Մեզ չեն թողում ունդ մտնել։ Այս դասան որ չեք կարող մտնել։ Բարև ձեզ։ Կամերան միացրած։ Շատ վատ ենք, չէ։ Լիլիթին են բերել Աղեկյան այստեղ։ Իմացա։ Խոշտանգված վիճակում Չիչոյանի ձեռագիրն է։ Շիրակի մարզի խայտարակություն է, էլի։ Ուրիշ բան չեմ կարող ասել, որ կարող են ժամը 7-ին ներխուժել։ Չի տարել։ Մորակուշ։ Ես քեզ մոլակուշ։ Չի տարել։ Չի տարել։ Հասկացա։ Ինձ ոստիկաններն են, ես էլ ուղեկցողն է։ Չհասկացա։ Երևի зарядка кончилась։ Ուզում եք նստեք այնտեղ։ Քոնելյանան քեզ։ Դուք նստեք այնտեղ, ուզում եք մի հատ նստեք։ Մեծ հանցագործ են բռնել։ Թուրք են գնում։ Թուրք են բռնել, հա։ Բարև ձեզ։
Ձեզպեսներին է պաշտպանում։ Դա համար я ни перед чем не встану. Я ни перед чем не встану. Բարի հանցագործ են ձերբակալել։ Չիչոյան տուժվածքը Լիլիթ Աղեկյանից նոր գործ է նախաձեռնել։ Վաղն էլ պետք է տանեն կալանավորման որոշման քննության դատարան։ Մինչև հիմա էլ այդ քննիչ կոչեցյալը ինձ դեռ չի ներգրավել որպես փաստաբան։ Ասում է ես իբրև թե վկա եմ եղել։ Не поняла. Դե իբրև ես վկա եմ եւ իրավունք չունեմ ներգրավել որպես փաստաբան, պաշտպան։ Դու որպես վկա չես եղել։ Դե այսինքն երկու մարդ կա, որից Չիչոյանը ահավոր սարսափում է։ Իմ պաշտպան լինելուց եւ Լիլիթ Աղեկյանի հետաքննող լրագրող լինելուց։ Չիչոյանի վախը բռնվել է։ Այս էլ Լիաբախի պահապաններն են։ Նայեք։ Ինչ լուրջ դեմքերով պահապանություն են անում։ Ոստիկանական բեսպրիդելը, խայտառակությունը, Աննա Վարդապետյանի խայտառակությունը Շիրակի մարզում։ Տանեն ոստիկանության բաժանում, դուք եք ասել, դուք ով եք, դուք ով եք, ով ասել, դու է հիվանդանության Անվտանգություն եմ կամած, հա, ձենը ցածիկ։ Հիվանդներ կան, կամած, դիկտորական կուլտուրա է։ Ինչի Չիչոյանի կպադրած վախեցա, հա, դուք եք Աննա Վարդապետյանի Հարգելի, հիվանդանություն եք գտնվում։ Ոչ մեկից էլ չենք վախենում։ Այնը ոնց եք վախենում։ Հարգելիս մի պայեք ինձ վրա։ Ինչի՞։ Թող բոլորը իմանան, ճանաչեն ձեզ։ Հա թող ճանաչեն, վախենալու ոչինչ չունենք։ Ոնց է, այնը ոնց ունի։ Հարգելիս մի քիչ կամաց։ Հիվանդանոցի բնականon աշխատանքը մի խանգարեք։ Ձեր բարձր ձայնով։ Հարգելիս։ Դուք մի խանգարեք։ Դուք մի խանգարեք։ Դե հեռու տարեք։ Ինչի հեռու տանեմ։ Ձեր դեմքը Մտցրել ես բերանս, որովհետև հեռու տարեք։ մի բղավի։ Մի բղավի։ Պրովոկացիա մի կարեք։ Այդ Չի ո՞նց կարեք։ Ինչի ես եկել այստեղ։ Ձեր գործը չի։ Բա իմանանք ոնց մեր գործը չի։ Լիլիթ Աղեկյան եք բերել, Սարոյան եք, թե ով եք։ Ինչ եք բերել հետաքննող լրագրողին, կալանքի տակ պահում։ Հիվանդանոցի անվտանգությունը ոստիկանության վեթար է։ Ես իմացեք ով։ Նայեք սրա պահվածքի։ Չի ուզում նկարվի, անվտանգությունը եւ չի ուզում նկարահանվի։ Սա էլ նույնպես։ Սա չէ ձեր համար։ Սա ոտիցդ գալուխ ես։ Դա քեզ կարգի հրավիրի։ Քեզ չէ ձեզ է քո համար։ Եթե դու փաստաբան եք, դա չի նշանակում, որ ձեզ պետք է իրավունք վերապայեցնել։ Ոստիկանության ծառայողի հանդեպ անհարգած վերաբերմունք դրսևորեք։ Չի կարելի։ Դուք ինչ ծառայ։ Հարգելիս կին արմատը չի կարելի։ Այսինքն որն է չի կարելի, որն է մեղքը դու ես։ Եկել եք պրովոկացիա եք անում, Այն էլ որի։ ինչ մեղք ես։ Ոտիցդ գալուխ ես։ Դա այնքան ես մեղք, որ չես իմանում, որ կանգնես այդտեղում։ Это мой родитель. Գիշեր ժամը 12:30 կանանց քաշ են տվել ուր հիվանդանոց եւ ոստիկանություն։
Դու պատկերացրեք այս քոսոտ իրավապահները Շիրակի մարզի, այս ոչլոտները, ամեն մեկը մի ոչլոտ, ոնց են հարձակվել կանանց վրա։ Նենց են հարձակվել, որ կինը մի քանի ժամ գտնվելով ոստիկանության բաժանմունքում տեղափոխել են արդեն հիվանդանոց։ Խայտառակությունը Շիրակի մարզի խայտառակությունը ամբողջ Շիրակի մարզի կրիմինալը ծաղկում է, դեղը տարբեր տեղերում, վայրերում դնում են այս ոստիկան կոչեցյալները իրենց նախաձեռնությամբ և հովանավորչությամբ, բայց ձերբակալում են հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին։ Սպասում ենք, տեսնենք երբ են ինչ են մեզ պատասխանելու։